Ողջույն, այսօր հունվարի 31-ն է, օրացույցի առաջին ամսվա վերջին էջը։ Պատմության այսօրը լի էր բեկումնային իրադարձություններով, Սառը պատերազմի ավարտի առաջին ծիլերից մինչև Արցախյան հերոսամարտի լեգենդների ծնունդ։ Հունվարի 31-ին ծնվել է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Սպիտակ Արջ մականունով հայտնի Կարո Քահքեջյանը։ Նա սփյուռքահայ էր, որը թողեց հարմարավետ կյանքը ԱՄՆ-ում եւ եկավ հայրենիք պաշտպանելու Արցախը։ Նա հիմնադրել է Խաչակիրների ջոկատը եւ աչքի ընկել իր բացառիկ խիզախությամբ։ Կարոն զոհվեց Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մոտ մղվող մարտերում, բայց նրա անունը մնաց որպես հայկական ոգու եւ անձնազոհության խորհրդանիշ։ 1992-ի հունվարի 31-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պաշտոնապես երաշխավորեց Հայաստանի անդամակցությունը միավորված ազգերի կազմակերպությանը։ Սա ևս մեկ հսկայական դիվանագիտական քայլ էր անկախության հռչակումից հետո, որով Հայաստանը պաշտոնապես մտնում էր համաշխարհային ընտանիք։ Հունվարի 31-ին տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավճռական եւ բեկումնային իրադարձություններից մեկը։ Գերմանական 6-րդ բանակի հրամանատար ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսը իր զորքերի մնացորդներով անձնատուր եղավ խորհրդային զորքերին։ Սա նացիստական Գերմանիայի առաջին խոշոր պարտությունն էր, որից հետո պատերազմի ընթացքը փոխվեց հօգուտ դաշնակիցների։ Պաուլյուսը դարձավ առաջին գերմանացի ֆելդմարշալը, որը երբևէ գերի էր հանձնվել։ ԱՄՆ-ն հաջողությամբ տիեզերք արձակեց առաջին արբանյակը Explorer 1-ը։ Սա պատասխանն էր խորհրդային Սպուտնիկի։ Հենց այս օրվանից տիեզերական մրցավազքը երկու գերտերությունների միջև թևակողեց նոր ու ավելի բուռն փուլ։ Ժամանակակից փոփ երաժշտության սիրահարների համար այսօրը նշանավորվում է որպես համաշխարհային աստղ Ջասթին Թիմբերլեյքի ծննդով։ Նա N-Science խմբից դարձավ մոլորակի ամենահաջողակ սոլո կատարողներից մեկը, արժանանալով 10 Գրեմի մրցանակի։ Ահա այսպիսի իրադարձություններով էր հարուստ հունվարի 31-ը։ Հունվարը մոտեցավ իր ավարտին, բայց պատմությունը շարունակվում է։ Վաղը մենք արդեն կբացենք փետրվարի առաջին էջը։